Ողջույն բարեկամներ, այսօրվա իմ հաղորդումը շատ է տարբերվելու բոլոր նախկին հաղորդումներից, որովհետև այն բացահայտումները եւ այն թեմաները, որ հիմա շոշափել եմ ձեր հետ, չեմ արել երբեք։ Չեմ արել երբեք, որովհետև համարել եմ, որ դա իմ գործը չի, դրանով լավ զբաղվող կար, բայց մենք հասել ենք այն սահմանագծին, որ այլևս լռել հնարավոր չի։ Եվ ճիշտն ասած, ինձ ժամանակ էր պետք, որ ես կարողանայի այս նյութը մարսել, որպեսզի ամբողջական ձեզ ներկայացնեմ։ Ինֆորմացիան ստանում է արդեն վաղուց 3-4 առնվազն օր, այսօր դա ամբողջացավ։ Խոսքը եկեղեցու վրա հարձակումների, նրա մեջ ներգրավված անձանց, կոմպրոմատների եւ մասնակիցների մասին է նաեւ։ Միջև այդ նորություններին անցնելը ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօր արդեն դեկտեմբերի 7-ին Նեռը իր նեռահայերի հետ գնալու է Գյումրի, ոչ թե Գյումրու երկրաշարժի 37-րդ տարելիցի հետ կապված, այլ իր հերթական եկեղեցապիրծ գործունեության համար։ Այսօր պետք է ուրիշ օրակարգ գնար այնտեղ, այսօր պետք է ուրիշ թեմաներ քննարկվեին։ Ի վերջո 37 տարի է անցել այս երկրաշարժից։ Առ այսօր ոչ մի հետաքննություն չի արվել, ոչ մի։ Ոնց եղավ այդ երկրաշարժը, ինչի պատճառ էր այդ երկրաշարժը, իրականում քանի բալ էր այդ երկրաշարժը, ինչն էր հանդիսացել երկու իրար հետևից կրկնվող հարվածների պատճառները։ Սա մի ամբողջ հետաքննություն է, որ պետք է վաղուց անցկացվեր։ 37 տարի է անցել երկրաշարժից, այլ չեմ ասում, որ հետևանքները առ այսօր վերացված չեն, ոչ մի հարցի պատասխան չկա այսօր։ Գիտեք, այն երկրի անկախությունը սենց տեղեր է երևում։ Արդյոք ինքը այնքան անկախ է, որ իր հարցերը բարձրացնի, իր մոտ կատարված աղետները հետաքննի, պատասխանատուներին գտնի, իսկ Փաշինյան Նիկոլը, որ իրան ճղում է, որ ինքը արդեն Արցախը հանձնելուց հետո վերջապես անկախացել է, Արցախն արդեն 2 տարի չկա, եւ այս 2 տարի արդեն չկա այդ հարցերի պատասխանը նույնպես, այլ չեմ ասում, որ արդեն 7 տարի է ինքը կառավարությունում։ Եվ այսպես բնականաբար այս հարցերն իրան ոչ մեկ չի տա, որովհետև երկրաշարժը ինչ է, այն ինչ որ կատարվել է բանում Գյումրիում շատերի համար կարծես արդեն ակտուալ չի, բայց սա եւս մեկ առիթ է, որ հիշեցնենք, որ երկրաշարժ չի եղել Գյումրիում, եղել է հանցագործություն, դիտավորյալ պայթուն, փորձարկում, առնվազն անմեղ վերսան եմ ասում, իսկ եթե ավելի խորանանք, սա դիտավորություն էր, սա հարձակում էր Հայաստանի, սովետական Հայաստանի վրա, որպեսզի արյան եւ փոշու մեջ խեղդել Հայաստանում բարձրացած ապստամբության էպոքին, ինչ որ կար 88 թվականին։ Բայց նորից եմ ասում, մենք այս հարցերի ամբողջական պատասխանը կունենանք այն ժամանակ միայն, երբ որ մենք ունենանք ազատ անկախ երկիր։ Այդ սա լինելու է ցուցիչներից մեկը։ Արդյոք այդ երկիրը լինելու այնքան անկախ, որ ինքը սկսեց հարցեր ուսումնասիրել ի վերջո։ Հա, այդ չնայի Մոսկվայից կթողեն թե չէ։ Քանի այդ մարդիկ կան վկաները, չէ, այնքան բան կասեն ձեզ։ Այնքան բան կասեն ձեզ։ Բայց եթե մի 10-15 տարի էլ շարունակվի, կարծում եմ էլ այս թեմաներով խոսացող չի մնա ուղղակի։ Զուտ այն պատճառով, որ ովքեր եղել են հասուն տարիքում եւ կարող են ինչ-որ մի բան պատմել, դրանցից շատերը չեն լինի ուղղակի։ Եվ այսպես հիմա անցնենք մեր հիմնական թեմային։ Սրանք ամբողջը իրար հետ կապված է։ Եվ այսպես մեր պետականության դեմ այս տարվա մայիսից իրականացում է էքսպանսիա, հանցագործություն ոչ թե ցամաքային իմաստով, ինչ որ Արցախում կատարվեց, այլ լրիվ այլ ոլորտի վրա։ Այսինքն պետականությունը կազմալուծելու համար հրաման է տրվել, հրաման, ես այս մանրամասնորեն կասեմ, ուղիղ Փաշազադեի կողմից եւ սկսվեց իրականացնել ուղիղ Փաշինյան Նիկոլի, իր նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ գործին լցվեցին բոլոր հնարավոր ագենտները։ Մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեսպան Լիլիթ Մակունցը եւ
Հիշում եք, չէ՞, Թուրքիայում մի հատ թուրք падգամավոր կա, Գալոն Փայլյան, նաև ինքը։ Թե ինչ կապ ունի Գալո Փայլյանը այստեղ, մենք դեռ կխոսանք։ Ինչ որ հրամանը տվեց կաթողիկոսի հայտարարությունից հետո եւ սկսեց process-ը։ Եկանք հասանք մեր օրեր։ Պատարագից հրաժարվեցին իրականացնել ճիվաղի համար ամբողջ Շիրակի համայնքի բոլոր հոգևորականները, որի համար ես իրանց մեծագույն շնորհակալություն եմ հայտնում։ Ես սա համարում եմ մեր ազգային ինքնության հաղթանակի օր, թող այսօր տենց լինի։ Կարող է մի քիչ բան է հնչում, չափազանցված կամ չափազանց էմոցիոնալ, բայց թող դեկտեմբերի վերջը, դեկտեմբերի 6-ը հռչակվի որպես ազգային ինքնության հաղթանակի կամ ազգային գիտակցության ապստամբության օր, երբ որ այս անգամ զանգերը խփվեց ոչ թե Էջմիածնում, այլ Շիրակի թեմում։ Եվ այսպես Շիրակի թեմի ամբողջ կազմը հրաժարվեց ուրանալ եկեղեցու կանոնները, ուրանալ կաթողիկոսին եւ մնաց հարազատ իր կոչմանը։ Սրանք բոլորը միասին ողջ քահանաները պատարագի են։ Եվ գիտեք ինչն էր հետաքրքիր, ես մի նկար տեսա, որտեղ մասնակիցները երիտասարդներ էին պատարագի։ Շատ։ Ու գիտեք ինչ հետաքրքիր է նկարը, ինչով է հետաքրքիր, որ շատ դիստանցիայի վրա են իրարից կանգնած, որովհետև աղոթքը շատ ինտիմ, շատ հոգևոր բան է, դու չես կարա մտնես մեկի քիթ աղոթես, հա, ինքը միայնություն է ուզում։ Եվ այս նկարը, որ համեմատում ես այն նկարները, որ Փաշինյան Նիկոլն է դնում, որտեղ բանը խսիի նման նախիլը իր գլխին լցված է ու ծափ է տալի, դու հասկանում ես, դու հստակ նկարների վրա տեսնում ես որն է եկել աղոթելու, որը ուղղակի նախիլի դերում մասովկի դեր է տանում։ Շատ խոսուն նկարներ էին, շատ։ Եվ վերջը, ինչ կատարվեց Շիրակում, Շիրակի թևը հրաժարվեց սպասարկել Փաշինյան Նիկոլի ցանկություններով իր պատկերացած պատերակը եւ հրաժարվեց։ Եվ արդյունքում կողպեցին եկեղեցու դուռը, հա, որպեսզի վաղ առավոտ բացեն։ Եվ այդ ամբողջ արարողությունը հսկում էր ԱԱՑ-պետը ոչ ավել, ոչ պակաս։ Խնդրեմ մեքենայի մեջ նստած, հետևում եմ, որ ամեն ինչ կարգին է թե ոչ։ Ոնց որ նայում ենք վարորդը առանձնապես վատ տրամադրություն չունի, հոյակապ տրամադրություն, իսկ ԱԱՑ-պետը ամոթից շրջելա դեմքը։ Ես իրան պետք է ասեմ, որ ամոթից շրջես դեմքը թե ոչ, պատմության մեջ մնում է սա։ Պատմության մեջ մնաց այսօր եկեղեցու դռների կողպումը։ Հա, քահանա չի լինելու, ինչպես որ հայտարարվել էր, այսինքն խուսափելու համար ավելորդ բախումներից։ Այսպես կապարակնքում են եկեղեցին։ Ինչ է գրված այստեղ։ Հայաստանի եթե կարելի ասել Հայաստանի անվտանգության ծառայություն, բայց մենք շատ հավատում ենք, որ այդ անվտանգության ծառայությունը վաղուց Հայաստանինը չի, սա թուրքական ծրագրի իրականացնող մարմին է, որը ռուսական չեկայի մնացորդ է իր այսօրվա Մոսկվա ածական անունով ղեկավարող։ Թե Մոսկվա դա սեռական բնորոշում է, որովհետև այսօրերի Մոսկվայում մի հատ Մոսկվայի մասին խոսալու ենք, դա սեռական բնորոշում է, թե ուղղակի այլ իմաստ ունի, ժամանակը ցույց կտա, ի վերջո դա ինձ այդքան հետաքրքիր չի, բայց այն որ այսօր Հայաստանի փողերով սնվող Հայաստանի անվտանգության ծառայություն կոչվող մարմինը իրականացնում է թուրքական օկուպացիոն ծրագիր, դա միանշանական եւ անհերքելի։ Իսկ այս տեսանյութը ես որ ասեցի երիտասարդները նայեք ինչ տեսնեն, թե վրա իրենց կանգնած։ Սա հենց ինտիմ, սա հենց աղոթքի դիստանցիան է, հա։ Աղոթք որ մարդը եկել է, իրան չեն բերել նախիրի նման, չեն քշել եկեղեցի։ Եվ նա ու այսքան երիտասարդ, սա է մեր երկրի ապագան։
Սա ես սա ինչի համար եմ ցույց տալի, որովհետև իմ համար որպես ասենց ասեմ հետազոտող իմ համար շատ կարևոր է։ Ինչ ունենք մենք, ինչ պետք է ուժեղացնենք, ինչի վրա կարող ենք հույս դնել։ Նայելով այս տեսարանին, նայելով այսօրվա քահանաների պահվածքին, ես պետք է ասեմ, որ այո, դեկտեմբերի 6-ը կարելի է համարել ազգային արժանապատվության կամ ազգային ինքնության ապստամբության օր եւ արձանագրել, որ Փաշինյան Նիկոլը այսօր երկրորդ անգամ պարտվեց Գյումրիում։ Գյումրիից է չէ՞ սկսել, Գյումրիով էլ վերջանալու է ինքը։ Ուզում եմ ուրախությամբ ձեզ տեղեկացնել, որ Երուսաղեմի պատրիարքարանն էլ է միացել հայ առաքելական եկեղեցու կանոնների պաշտպանությանը եւ կաթողիկոսի աջակցությանը։ Սա հաղորդագրությունն է պատրիարքարանի ստորագրված Թեոդորոս Զաքարյանի եւ Սիոն Թակուշյանի կողմից։ Ինչպես տեսնում ենք, Փաշինյան Նիկոլը լայն աջակցություն չի ստանում, այսինքն ոչ թե Փաշինյան Նիկոլը, Փաշազադեն ները լայն աջակցություն չի ստանում հայ հոգևորականների եւ ժողովրդի միջավայրում, ստիպված է սահմանափակվել իր շատ փոքրաթիվ ների բանակով։ Եվ ինքն է շատ լավ գիտի, որ դա իրանը չի եւ դա կոնկրետ աշխատում է կամպրամանտների արդյունքում։ Դե հիմա գնանք հասնենք հիմա կամպրամանտներին, այն ինչից մասին, որ ես խոստացել եմ, որ սկսեմ հաղորդումը հենց դրանով։ Որ այսպես, երբ հրամանը տրվեց Փաշազադեի կողմից, սկսեցին մտածել ինչ է պետք անել եւ ամենակարևոր հարցը ով է լինելու հաջորդ կաթողիկոսը։ Եվ ընտրությունը եկավ կանգնեց ոչ ավել ոչ պակաս Հովնան Տերտերյանի վրա եւ միանգամից գործի դրվեցին բոլոր հնարավոր ռեսուրսները Հովնան Տերտերյանին համոզելու, որովհետեւ նրա համար հեշտ չէր լինելու ուրանալ կաթողիկոսին, որի հետ իրանք շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եւ ոչ մի աշխատանքային խնդիր չկար, բայց ինչու հենց հարցը կանգնեց Հովնան Տերտերյանի վրա, որովհետև ունեին կամպրամատ։ Այսօր մենք հրապարակելու ենք հնարավորին բոլոր կամպրամատները, որպեսզի ԱԱԾ-ն հասկանա, որ այն ինչ որ օգտագործել է այս հոգևորականների նկատմամբ, այլևս ուժ չունի։ Ես իմ մոտ ունեցած ամբողջ մի կոնսպեկտից, որտեղ առանձնացրել եմ 8-9 անուն, 8-9 անուն, մենակ այդ կողմից, մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թևից, հա։ Խոսեմ նրանցից ոչ բոլորի մասին մանրամասն, բայց ես ուզում եմ ասեմ, որ տղաներ եւ աղջիկներ, մի բան իմացեք վստահ, եւ հոգեվորականները եւ ԱԱԾ աշխատողները, եթե մի բան գիտեք դուք, գիտենք նաեւ մենք։ Հիմա երևի հաս կառաջանա, եթե Հովնանը իդեալական չի, հա, ինչու են հենց իրան ընտրել կաթողիկոսի տեխնացու, պատասխանը մեկն է, իրանց պետք չի իդեալական տեխնացու, իրանց պետք է մեկը, որ կկատարի իրենց հրամանները եւ կլինի իրենցից կախված, թե ինչով է կախված Հովնան Տերտերյանը, ես կարող եմ ուղղակի կարդալ մի քանի մանրամասն իր կենսագրությունից, որոնք հայտնի են, որոնք հրապարակված են եւ ոչ միայն իրա։ Ես շատ են փաստերը ասեկոսեների մակարդակի վրա, ես դրանց չեմ անդրադառնալու, խոսենք բացառապես փաստերով, ես անուն ազգանուններով, որ Հովնանը ինքն էլ հասկանա, որ Գլենդելում եւ ընդհանրապես Կալիֆոռնիայում ապրելը դառնալու է իր համար եւ ոչ միայն իր համար քիչ-քիչ անհնարին։ Եվ ես մնացածի անունները կտամ, բայց մանրամասներ չեմ ասի իրենց կյանքի մասին, մի պարզ պատճառով, սա որ թող ընդունեն որպես նախազգուշական կրակոց օդի մեջ, եթե իրենք էլ հանկարծ ներքաշվեն այս հանցագործությունների մեջ, ստորագրեն, այս կողմ, այն կողմ, իսկ քննադատությունից խոսել, խոսացողների մասին իհարկե ասելու եմ, պետք է հասկանան մի բան, որ այն ինչ որ ԱԱԾ-ն ունի, ունենք նաև մենք, միգուցե ավել։
Միգուցե ավ։ Եվ այսպես իմ այսօրվա հրապարակումները հենվում են մի քանի աղբյուրների վրա Երևանից, Եվրոպայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Երևի հիշում եք, որ մի երկու շաբաթ առաջ էր ասեցի, որ հատուկ ծառայություններից կապվել էին խնդրելով, որ ես մեղմ վերաբերվեմ, որովհետեւ բոլորը չեն, որ ես իմ ասած տեսակն են, էլի։ Ես էլ պարզ ասեցի, գիտեք, ինչ հնարավոր է։ Ինձ խոսքերը առանձնապես հետաքրքիր չեն, գործն է, որ պետք է ապացուցի, ով ինչ արժե։ Գործը նաև ինֆորմացիան է, որի կոլաժի ամփոփման արդյունքում ես կասեմ այն, ինչ որ ունեմ իմ ձեռքի տակ։ Եվ այսպես, ես մի հատ կարդամ ցուցակը, ովքեր պոտենցիալ ԱԱՑ-ի հատվածի տակ են կամպրամատներով հանդերձ, որոնց մի մասին արդեն օգտագործում են, մի մասին դեռ չեն օգտագործում, բայց ես ընդամենը անհանգստանալիք կկարդամ, որ իրանք հասկանան։ Հանկարծ եթե իրանք մտան այս կռվի մեջ, հրապարակվում է այն ինչ որ մենք տեղեկություն ունենք իրենց մասին։ Եվ ես չեմ ասում, բայց ընթացքում դեռ ինչքան է գալու։ Ես սրա մեջ չէի մտնի, որովհետև ես այս ցուցակը, այս ամբողջ մանրամասները, հələ թող Ղուկասյան Վարդանը դուրս գա, ես սաղ տալու եմ իրան։ Ամբողջը տալու եմ իրան, թող մի հատ քանդի տակից վրից դուրս գա, այդ գործ ինքն է լավանում։ Ես ուղղակի հիմա ստիպված եմ անում, որովհետև ժամանակը շատ կարևոր է եւ կարևոր են բոլոր այս կանխարգելիչ գործողությունները։ Ասեմ ինչի համար, որովհետև երբ KGB-ն կարողանում մեկի վրա ազդել ցանկացած հետախուզական ծառայություն, երբ որ կա մի փաստ, ու այդ փաստին տիրապետում է մենակ ինքը։ Երբ որ փաստը բացահայտված է, դա արդեն որպես կապրամատ օգտագործել հնարավոր չի։ Զուտ հնարավոր չի, որովհետև բոլորը գիտեն։ Սա լյուստրացիան էս դրա համար է։ Երբ որ լյուստրացվում են մարդիկ, արխիվները բացվում են, այս մարդիկ մեծ բեռից են պրծնում, հենց իրենք, որովհետև այդ փաստը իրանց դեմ ոչ մեկ որպես կամպրամատ եւ շանտաժի համար չի կարող օգտագործել։ Եվ այսպես, ես ԱԱՑ-ին տեղեկացնում եմ, որ մենք տեղյակ ենք մասնավորապես Հովնան Տերտերյանի մասին, ով է ինքը, երբ ինչի համար, ոնց ուր տեղափոխվե, ինչպես դարձավ, ինչպես Անտիլիասից եկավ հասավ Էջմիածին, եւ մի խոսքով, այս մասին մենք մանրամասն դեռ խոսելու ենք։ Վազգեն Քահանա Մովսիսյանի, Նիկոլական, Վազգեն Քահանա, քո մասին դեռ խոսալու ենք։ Դու պետք է հասկանաս մի բան, ինչքան շուտ փակես քո բերանը քարոզիչի Փաշինյան Նիկոլի, այնքան ավելորդ մանրամասներ քիչ դուրս կգա ջրի երես։ Տեր Խաժակ Սրբազան, Բրբանկի Քահանա։ Ես ընդամենը մի քանի բառով կամփոփեմ, քանի որ ընտանիք կա, բան կա, ու կարող է դու փակես կամ քեզ վռնդեն Բրբանկի եկեղեցուց ուղակի։ Ես այսօր շատ բան չեմ ասի քո մասին, բայց հասկացա, չէ՞ որ մենք արդեն ամեն ինչ գիտենք։ Բարձա, չէ՞։ Տերմանուկ էլի է տարածքից։ Այդ տարածքը փաստորեն լիքն է նիկոլական այլասերվածներով, որոնք տեր են, Տեր Խաժակ, Տերմանուկ, պատկերացեցիք, ու պատահական չի, որ հենց իրանք են սրա քարոզիչներ ընդել։ Սարգսակներից Դավիթ Սաֆրասյան, մանրամասն քո մասին այսօր խոսանք, որովհետև սա արդեն բացահայտ փաստ է, սա մասին մամուլը գրել է, քեզ առանձնապես այնտեղ այդ հարցել է ծագելու, քեզ ոնց են ընդ պահում, մինչև հիմա ինչի են պահում, ու մենք կհասկանանք ինչի է պահում քեզ Հովնանը, այսօր դա մասին խոսանք։ Վազգեն Միրզախանյանից խոսենք այսօր անպայման, որը Վրաստանի թեմի առաջնորդն էր, որը իր քահանայի կնոջ հետ խայտարակ լինելուց հետո վռնդել էին եւ այսօր հաստավ Ռիբալսկա, Էստոնիա, եւ ընդեղի բանը թեմի առաջնորդն, բայց Երևանից դուրս չի գալիս։ Եկել է Նիկոլի Քալոզանի եւ ինքն էլ այդ ստորագրողներից մեկն է, որոնց պետք է ասեմ։ Սա այս Վազգեն Միրզախանյանը տղա ունի։ Տղա, այսինքն համ սա տղա ունի, համ ով է բանը Քարամյանը տղա ունի, արգիշտի է։ Սրանք տղա ունեն, բայց որ բանը կաթողիկոսը աղջիկ ունի, դա մեղք է։ Դու գիտեիք, որ Էդոն տղա ունի, իմջելոս Վազգեն Միրզախանյանի իրական անունը Էդոյա, ինքը Էդոյա եղել։ Դա մասին առանձին խոսանք, հա։
իր հանցագործությունների մասին խոսանք, իր վրա ով ցուսմունք տվե Խորեն Հովանեսյան անունով, որ այսօր էլի Կալիֆոռնիայում է, բա իր վրա ցուսմունք տվողները ինչի է ցուսմունք տվել, որովհետև Վազգեն Միրզախանյանը լինելով Վրաստանի թեմի առաջնորդ $100,000 գրանտ ստանալով պետությունից Վրաստանի ուղղակի թալանել է։ Եվ այդ մասով քրական գործ արարել, որտեղ վկան եւ ցուսմունք տվելը տվող եղել է Խորեն Հովանեսյան անձնանով մեկը, ես ինջալոց ինչի նկարներ ցույց չեմ տալի, ոչ։ Սա բանն է, այդ Միրզախանյան կոչվածն է, այս այլասերված է Վրաստանի, ոչ բանը կաթողիկոսի դեմ աստորագրել։ Սան հələ կհասնենք, սա էլ այդ Խորենն է, որ սա դեմ ցուցմունք է տվել, Նիկոլական Քարոզիչ, երկու անգամ կարգալույց եղած, առաջի անգամ լավ, մանրամասն հետո գիտենք, հա, Տեր Զարե Զարգարյան, Տորոնտոյի քահանան, մենք քեզ էլ ենք հասնելու, հա, եւ ամենակարևորը չասեմ, դրանցից միակ ոչ հոգեվորականը, որ լծվեց այդ քարոզին, հնչեմ, Ապո Ջարաբյան Նիկոլական Քարոզիչը, որը, ինչպես ասեցի, մայիս ամսից, երբ որ որոշվեց ոնց է ով է լինելու հաջորդ կաթողիկոսը, Ապո Ջարաբյանը մի օրվա մեջ դադարեց հայոյել Հովնան Տերտերյանին, իսկ մինչ այդ ողերիմ թշնամի, մի խոսքով օրեկան ռեժիմով հայոյանք, կոռուպցիաների մեջ մեղադրել եւ այլ մեղքերի մեջ մեղադրում էր տվյալ անձը, ենթադրում եմ, որ հիմնավոր իհարկե, որովհետև դա մասին մենք այսօր խոսելու ենք։ Մի խոսքով, եւ սա լծվեց մոռացավ Հովնանին, արդեն Հովնանի պետք է հաջորդը կաթողիկոս նշանակել եւ անցավ զուտ Գարեգին կաթողիկոսի վրա հարձակման այդ խմբին միանալով։ Մակունցը Հայաստանի դիակ նախագահ Վահագն Խաչատրյանը սրա հետ այցելում են, այսինքն սրա հետ չէ, իրանք են այցելում, Հովնանի հետ պայմանավորվում են, ասում են սենց դու ես լինելու, դու էլ չես կարող մեզ մերժես, քեզ հետ պետք չի մերժել, հա, դու էլ կլինես մեր հաջորդ կաթողիկոսը եւ Գալո Փարլյանը ոչ ավել ոչ պակաս Թուրքիայից գնում հասնում է էլի Հովնանի մոտ, ենթադրում եմ թուրքերի հետ կահ պահպանելու նպատակով, որովհետև այն տարբերակը, որ մենք մտածում ենք, որ կարող է Պոլսո պատվիարքին բերեն, փաստորեն որոշեցին, որ դա շատ կոպիտ կլինի, իսկ Երուսաղեմի պատվիարքը տեսակ, որ եկեղեցին Էջմիածների հետ է, մնում է հարմար տարբերակ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդը, որտեղ արևելյան թեմի առաջնորդարանը, արդեն Նյու Յորքի տարածքի առաջնորդարանը միացել է արդեն կաթողիկոսի աջակցության ծրագրին։ Մնացել էր Հովնանը եւ մի խոսքով ամեն ինչ դրվել է իր վրա, բայց շատ եւ այսպես ով է Հովնան Սրբազանը։ Դեռ 1975 թվականին Անտիլեսում ծառայելու ժամանակ 12 տարեկան իրան բռնել են սեռական կապի մեջ տեղի քահանայի հետ եւ վռնդել են Անտիլեսից, ասեն դեռ այն ժամանակվանից հայարել, եկել է Էջմիածին, Էջմիածնում էլ են բռնել, բայց առանց հրատարակելու ուղղակի ուղարկել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սկզբից Կանադա, հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իմիջիալոց ազական անունը, դուք հիշես Հովնան, ազական անունը եղել է Օրիորդ։ Երևի շատերն են հիշում Կանադայում ապրողները, որ 2003 թվականի խայտարակ սկանդալով սրան վռնդել են նաև Կանադայից եւ վռնդեցին Կանադայից, տեղափոխել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Եվ իր տեղը եկած Տեր Զարե, որ Տորոնտոյի քահանան է, Քյարամյանի հորը պատմել է իրենց մտերմության մասին։ Հիշում ես դու Հովնան։ Մի խոսքով, պատմել է, թե դու ինչպես միասին ապրելու ժամանակ սենյակում ուղակի մերկացել ես իր դեմ եւ առաջարկել ինքդ քեզ։ Սա ինքնապատմում Քյարամյանին։
Եվ ոչ միայն ինքը, երևի կհիշես ամառը ոնց են էլի քեզ տեսել ասած Բարսելոնայի պլաժում պլաժ ապ մարդկանց հետ տղաներով էլի լողանալուց Ընջելոց որ տեղ զարը հաստատ ասում է այդ ամեն ինչը վկայում է այն որ տեղ զարը ի տարբերություն մնացած քահանաների շատ արագ օրենքի խախտումներով բարձրանում է իր հոգևոր կարիերայում այսինքն եթե մի բան պետք է ստանալ 10 տարում կամ 15 տարում ինքը շատ արագ է անցնում խախտելով բոլոր օրենքները որը վկայում է որ այդ ամեն ինչը ինչ որ մի բանի դիմաց է եղել իհարկե տեղ զարեն ասում է որ ինքը չի օգտվել այդ առիթից ինքը տենց ասում է բայց կարիերայի արագ անցնելը արագ կարիերա անելը մի տեսակ ասում է ուրիշ բանի մասին որը արդեն էական չի այս բանը Հովնանը իր մոտ պահում է սարկավակի կարգավիճակով Ոմն Դեյվիդ Սաֆրասյանին որը տարիներ առաջ Կալիֆոռնիայում ձերբակալվել է մանկապարտության համար ձերբակալվել է երիտասարդը եւ Հովնանը ոչ միայն իրեն կարգալույս չի արել այլ սիրով պահում է կողքը եւ ոչ միայն իրան ես արդեն մնացածին էլ որ ես ասեցի բոլորը նույն բանակից են բոլորը նույն բանակից են մոտավորապես նույն բանի մեջ ես հիմա նույն ֆորմայի մեջ ես հիմա իրենց կյանքի մանրամասները չեմ ասում խնայում եմ մենակ մի բանի համար որ դեռ իրենց ստորագրությունները չկա այդ հերթի տակ չկա այնտեղ մեկն էլ կար ես իր մասին եմ ուզում ասեմ այդ որն է դες գտել է դա սա էլ տես Զարգարյանն ով չի ճանաչում դեմքով թող իմանա ոնց է Կանչ Մի խոսքով սրանք իրար հետ են անցել իրենց պատանեկությունը, բոլորը բոլորի մասին տեղյակ են, ես այսօր չէ, վերջին մի շաբաթը որ լսում եմ այստեղից, այս ամբողջ թղթերը տարբեր ժամանակ գրել եմ, այսօր հավաքել եմ միտեղ, որպեսզի պատկերը ստանամ։ Ես գիտեք ինչ հասկացա, անկեղծ եմ ասում, սրանց համեմատ կաթողիկոսը հրեշտակ է Լուրջ եմ ասում, կաթողիկոսին ոչ մեկ չի կարող մեղադրել արվամոլության մեջ, բացարձակապես, սրանց հետ համատած մեր կաթողիկոսը հրեշտակ է, դրա համար էլ իրենց նման մեկին են ուզում բերեն տնեն կաթողիկոս և բոլորովին պատահական չի, որ են մնացած այլասերվածները հենց պաշտպանում են Նիկոլ Դա կարող է իխորոտ սրտիը, դա կարող է էլի այս կամրամատների արդյունքում որ դա է իրանցից ակնկալվում, բայց ես ընդհանրապես զգուշացրեցի, տղան էլ մասնավորապես ընդեղով կա Խորեն Հովանեսյան, չանադառնամ քեզ մանրամասնորեն, երևի հասկացար, Տեր Մանուկ, չանադառնամ քեզ մանրամասներ եւ հասկացած դեր խաժակ մասնավորապես Վազգեն Մոսիսյան բոլոր փաստերը կա ձեռնից տա բոլոր այսօր ես խնայում եմ այսօր ես խոսում եմ նրա մասին բացարձակապես այն ինչ որ արդեն մամուլում կա արդեն այն բոլորը գիտեն եւ թաքցնելու առանձնապես կարիք չկա հիմա Կալիֆոռնիայի բնակիչներ որ գնում եք ամեն անգամ այս պատարակներին ուղղակի հիշեք հասկացաք ձեր դեմ ովքեր են կանգնած եւ արժի արդյոք իրենց վստահել ձեր երեխաների կնունքը ծնունդը իմջելուց իմացա որ այսօր սրանք մանավանդ Տեր Մանուկը բիզնեսը բացել թաղումը $15,000 է կազմակերպում ֆուլ ծառայություն է վերցնում է ինքը ամեն ինչ անում է իսկ մյուսը ասում են Տեր Խաժակը $2,000 արժի իր մոտ հարսանիքը եւ գիտեք հետաքրքիր է որ նա Եթե հայերը չգնան իր մոտ հարսանիք անելու, այդ $2,000 չտան, իրենք կարող են կաթոլիկ եկեղեցին նույն բանը անվճար անել, կամ ուղղակի մի $100 նվիրել եկեղեցուն, թեկուզ $200 նվիրել եկեղեցին։ Դուք պատկերացնում եք ինչի են վերածել եկեղեցին։ Ընդ որում Բրբանկի եկեղեցին մի հատ բան ունի, մի հատ քահանա։ 3-4 հատի փոխարեն մի հատ։
շտամպով, էլի, շտամպով, տպում ու փողա որ տպում են։ Դե բնականաբար, եթե դու չլիներ այդ կլանի անդամ, հա, այդ սիրո կլանի անդամ, երկար այնտեղ չէր աշխատի, բնականաբար նաև այդ աշխատանքի դիմաց պետք է վարձահատույց լինես։ Այնպես որ հարգելի, ոչ հարգելի ԱԱԾ-ականներ եւ մնացած հոգեվորականներ Կալիֆոռնիայի, ովքեր էս բանի մեջ են, ես մնացած էլի կան կասկածելի անուններ, ես այսօր չեմ տալիս, որովհետեւ իմ գլուխը էս փաստերից ցաված։ Ես 3 օր ես չեմ կարողանում այս բանը հավաքել գլխիս մեջ, այսօր միջև չհանձնեցի թղթին չհավաքվեց։ Ու ես վերջում պետքա Նիկոլին ու Սաղին դատի տամ, այս հոգեվորականներին, գիտեք ինչի համար։ Կորցրածս հավատի համար, մարդկության, եկեղեցու նկատմամբ կորցրածս հավատի համար ես ես պետքա դատի տամ ուղղակի։ Որտեղ այս կարգի ես մանրամասները չեմ անցում, մանրամասները չեմ ասում, թե օրինակ օրինակ ասենք Խորեն Հովանիսյան ինքը նախ կարգալույց եղած է, բայց այդ անուն ազգանունը պահել է, ինչպես տեսակ իր բանի վրա միջև հիմա այդ անուն ազգանունն է դրած, որը պրակտիկապես ինքը իրավունք չունի, հա, ինքը կարգալույց եղած է։ Ես էլ չեմ անդրադառնում այն հանգամանքին, երևի ինքը կասի, թե կարկատայից ինչու իրան վռնդեցին, ինչ պատճառով, 2002 թվականին։ Պատկերացնում եք, այս պիղծը կարկաթայում հայ երեխեքի հետ է շփվել եւ ազգուշ արդյունքում իրան ռադ են արել, վռնդել են ընդեղից եւ եկել է Իշխմիածին։ Իմիջիալոց նույն բանի համար վռնդել են իրեն 17 թվականին։ Ու կարգալույց են արել։ Իմիջիալոց այդ փողերի սկանդալի հետ որ ասում է, խնդրեմ, սա բաց աղբյուր է, սկանդալ վիրահասթեյում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մեղադրում է եկեղեցուն տրվող գումարները մսխելու մեջ 1.5 միլիոն լարի, $940,000։ Ես աստեմաթոդված կա, խնդրեմ, հրապարակվել է հայ առաքելական եկեղեցու համասեռամոլ հոգևորականների անունները, սա մի սարսափելի ցանկ է, որտեղ կարող եք տեսնել եւ Անուշավանին, այն որ եկել է Նիկոլի մոտից, եւ Հովնանին, երկրորդ համարով գնում է Հովնանը։ Եվ այսպես շարունակ։ Հակում ոչինչ չկա մեծ հաշվով։ Հայաստանը փոքր երկիր է։ Գիտեք ինչ նաև ինչ զգացի, մենք երաժիշտներով մենք մի ընտանիքի նման ենք ապրում Հայաստանում։ Բոլորի մասին ամեն ինչ գիտենք։ Ես այսօր որ խոսում եմ եւ այս վերջին մի շաբաթը տարբեր տեղերից որ խոսում ենք, հասկացա որ դե հոգեվոր աշխարհն էլ մոտարապես նույնն է, որտեղ նույն ճեմարանն են սովորել, հա, նույն միջավայրում են աշխատել, հաս մեկը ստեղ, մեկը այնտեղ, իրաց սովորել են միջավայրից մի քանի տարի եւ այս աստիճան իրենց տեղեկ են։ Այս աստիճան իրենց տեղեկ են։ Բոլոր եւ աշխատողները, եւ սարկավագները, եւ կողքից նայողը, եւ ածաշխատողները։ Այնպես որ ես այս բանի վրա որ նայում եմ ֆոնի վրա, հասկանում եմ սրանց ոնց են բերել կզարան, ոնց են ստորագրել տվել վեհապարի դեմ, բայց որ նայում ենք այդ ցուցակը, հա, որտեղ ասենք 2 հոգի արդեն հրաժարվել է, մնացել է 7 հոգին։ Ու հիմնական մասը չկա, իրանց հետ չէ։ Ինչ վերաբերում է արևմտյան թևին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, դու կարող եք արդեն այդ թեմը համարել անվավեր։ Կանադայից սկսած դրանց առաջնորդող էր։ Մի խոսքով, Կանադայում Տորոնտոյում ապրողները կիմանան։ Ասում են, խայտարակ 2 ընկեր ունեմ Տորոնտոյից, այս 2 օրվա մեջ զանգել են։ Ասում եմ, խայտարակ երևույթ, ոնց որ տես Զարեթ Զարգարյանն է, ոչ միտեղ հնարավոր չի գտնել։ Նույնիսկ իրենք չեն տեսել։ Ստեղ են հասկացել ինչա նշանակում խայտարակ քահանա։ Երբ որ էմիգրանտ Հայաստանից տեղափոխվել են Կանադա, սկսել են շփվել։ Ասում Հայաստանում ապրելով մենք չենք էլ հասկանում, չենք էլ զգում, որովհետև այդ աստիճանի կապացություն չկար։ Եկեղեցի հետ անհրաժեշտություն չկար։ Այստեղ հասկացանք, որ մի խոսքով սա է իրավիճակը։
Հիմա Նիկոլի ամենակարևոր գործիքներից մեկը պոտենցիալ իր կաթողիկոսի տեխնացուն կարող եք համարել արդեն անվավեր։ Նիկոլ, նայ, ստեղ պարտվեցիր։ Չկաս արդեն դու։ Գյումրիում պարտվեցիր։ Հիմա դու կարաս արդեն քո շրջիկ թատրոնը, հա, ձեր ներահամայնքով շրջիկ պատարակներ անեք։ Հայաստանով մեկ, որտեղ ուզում եք կարող եք ձեր ԱԱՑ-ին, դա մերը չի, հա։ Ձեր ենիչերիներին ուղարկեք, կապարակալեն, առավոտ գաք մտնեք, այնքան գնաք, միջև վերջի քպայականը անգիրանի պատարակի տեքստը ու երաժշտությունը։ Այդքան գնաք, ինձ դա բացարձակապես չի նեղում, բայց այն ինչ որ դու պլանավորել էիր անել, չեղավ։ Որտեղ նորից եմ ասում, որ դրել ես ստավկետ, որ պետք է Ամերիկայից կաթողիկոս բերես, առահակո բախտից։ Հիմա բոլորս գիտենք արդեն, եթե դու հանկարծ միտեղ էլ քիթդ մտցնես, մի հատ անուն էլ դուրս գա, մի հատ անուն ավելորդ, այս ցուցակը կավելանա իր մանրամասներով ուղղակի։ Որովհետև հայկական միջավայրը, հայկական աշխարհը փոքր է, դա մի համացանց է։ Երկու հատ ես այդ բանը խնդիրներ չեմ դրել, բայց հիմա կդնեմ։ Երկու հատ ուղղակի գրում եմ ինֆորմացիա ուղարկեք, ոնց ուզում անի 100,000-ի մեջ 2-3 հոգի կգտնի որ այդ ինֆորմացիան ունի։ Կատակ է կանում։ Ես միջև հիմա, միջև այս վերջերս չասեմ, միջև 2-3 տարի առաջ ինձ ով ինչ ասում էր ուղարկում էր, ես չէի բանանում, դնում էի մի կողմի վրա կամ եթե շատ էքստրեմալ ինֆորմացիա էր դնում, Ղուկասյան Վարդանի համարն էր տալի, ասում ինձ ասել, իրան ասել, ես չեմ մտել այստեղ։ Կյանքում չեմ մտել այս բաների մեջ, որովհետև իմը չի։ Հետաքրքիր չի եղել, բայց հիմա մենք կանգնած ենք մեծ անդունդի առաջ։ Ժամանակ չկա, սпасելու իմաստ չկա, կփչացնեմ ես ձեզ բոլորին։ Լուրջ եմ ասում։ Փորձեք հիմա այդ Աբո Ջաբալյանից սկսած միջև մնացած այդ Նիկոլ գողացողները։ Փորձեք դուք ձեն անեք։ Սիրուն։ Նկարներով բանով ձեր բոլոր հարազատները, ընկերները կստանան։ Ինչ ասեմ։ Կստանան։ Մարդիկ ասում են ուղարկենք, ասում եմ չէ, լպեչ ինձ, բան մի ուղարկեք։ Այս ինֆորմացիան էլ որ ես մարսեմ, ինձ այսենցա։ Վստահ եղեք, ձեզ կուղարկեն։ Իրենց էջերում կտապեն։ Անես որ մենակ Նիկոլը չի, որ կարող է ձեզ սեղմի։ Իմացեք դուք սեղմված եք մենակ մի բանի արդյունքում, որ դուք ձեր ապրած կյանքով պիղծ եք։ Պիղծ։ Որովհետև ոնց կարող է մարդ չլինի պիղծ ու աջակցի Փաշինյան Նիկոլին։ Գնանք առաջ։ Հայաստանը եկել ԱՄՆ բրիգադիր գեներալ Քրիս Մաքքինը։ Այցելել է հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Ուսես նկարներն եմ նայում, տեքստն եմ նայում, ցեղասպանության թանգարան տնօրենից բացի ես այլ ներկայացուցիչ Հայաստանից չտեսա։ Գիտեք ինչի։ Ալիևը արգելել է ու արդեն միջազգային ատյաններից, ինստիտուտներից պահանջում է ճանաչեն ադրբեջանցիների ցեղասպանությունը եւ տեղահանությունը Հայաստանից։ Պարզա։ Հասանք։ Նիկոլ ընդունելու է, Նիկոլի պարլամենտը ընդունելու է, որ ինքը ցեղասպանա ու տեղահանել է։ Ու որպես պատասխան Ալիևի այս բանին հայտարարությանը գնացել է Կիրանց, որ ասի դուք ապրում եք ամենաանվտանգ ջուրերից մեկում։ Հələ նայեք այս ավտոբուսը տենում եք հետևը կանգնած, նկարողը բոմբել է, նկարողը շեդևր է նկարել։ Այս տենում եք այս հոտը հավաքված, այդ ավտոբուսով են բերել։ Նկարողը դեցա նկարել, որ երևա որ այս ավտոբուսով բերել են, իջացել են այդտեղ, նկարել են, հեսա այս հոտը կբարձեն ավտոբուս ու կտեղափոխեն։ Հետո ուրիշ տեղ կկանգնացնեն, կիջացնեն, կնկարեն, հետո կբարձեն, կտեղափոխեն։ Լավ, խոշոր երջերավոր անասունի տեղ օգտագործում է սրանց։ Շնորհակալություն նկարողին։ Չէ, դուք տղեկ գիտեք բանն է, էլի Էյզենշտեյնին հիշեցի, որ ինքը նկարում էր
հա, նկարում էր, էլի, ֆիլմ էր նկարում Ստալինի պատվերով, Ստալինին բանը փառաբանելու համար, բայց անենց բան կարար նկարել, անենց որ ամեն ինչ մատնում էր, էլի, այս սաբոտաժը, ես որ ասում եմ համակարգի հետ չուզենա ծառայի Փաշինյան Նիկոլ, ինքը կարա սաբոտաժ անի։ Անենց թեթև մեղմ հարցերում կարա սաբոտաժ անի, որ սրանք պայթեն, բայց դե ոնց որ թե ԱԱԾ-ն մտադիր չի սաբոտաժ անելու եւ իրական նվիրված ծառայումա թուրքական ծրագրերին։ Բայց այս նկարողը կամ շատ խելոք է որ սա արել է, կամ կատարել ապուշ։ Ես չեմ կարող ասեմ, ուրիշ բան չկա։ Ամեն դեպքում շնորհակալություն ես նկարի համար, որ ցույց է տալի, թե իրանցը ինչքան ապահով տեղ է եւ ինչքան մարդ է եկել իրան լսելու։ Հասկացանք։ Կամ ինչքան մարդ են բերել լսելու։ Ասիկս այս ավտոբուսով դուք կարող եք ուղղակի Դիլիջանի ոլորանների վրա միտեղ կանգնել ու նկարվել։ Ինչ տարբերություն հասել եք իրանց, թե չեք հասել։ Ստե ինչ եք իրանց երևում։ Ստե դուք եք ու ավտոբուսը։ Ոչ մի բան ուրիշ չկա։ Ասում է քաղաքացիների մոտ 50 հոգանոց խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կինոս բրգավեր։ Գերած այն 50 հոգի հետը տարել է։ Էսա։ Քնչեմ։ Որ ցույց տա թե պատը ինչքան լավ բան է։ Պատը ինչքան ապահով բան է։ Սրանց պատը կառուցած պատկերացնում եք ինչա։ Կաս ոտով խփես քանդվել։ Այս պատը մենք ենք քանդելու։ Ադրբեջանցին չէ, ադրբեջանցուն պետք չէ այս պատը քանդելը։ Այս պատը մենք ենք քանդելու։ Այն կողմը մեր հայրենիքն է։ Եղավ Նիկո։ Հասկացա՞ր։ Իսկ ինչ վերաբերվում է սրան, որ արդեն բանն է ուզում։ Տեղահանությունն է միջազգային ատյաններից պահանջում որ ճանաչեն, որպես տեղահանության փաստ ցեղասպանություն, հələ մեզ քիչ է։ Ես իմիջիայլոց ասեմ, Մակում Հայաստանի ներկայացուցիչը անունը չեմ հիշում, ինձ էական չի։ Ինքը վաղը Նիկոլի հետ դատվելու է։ Ինքը չի կարա ասի, պետությունից ես հրաման չունեմ, վարչապետից հրաման չունեի, որ ես ամեն ինչ անեի։ Դու ինքնուրույն աշխատող մարմին ես, դու պետքա այդ ամեն ինչը անեիր։ Ինչպես Երիշեն Կիրակոսյան, անենց էլ դուք բոլորը Նիկոլի հետ դատվելու եք։ Նիկոլ Ալիևը ձեզանից է ստանալու այդ ամեն ինչը։ Հայաստանը իրան ոչ մի բան չունի տալու։ Մինչ Երևանն ու Բաքուն քննարկում են մինչ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ճանաչեն ցեղասպանությունը ադրբեջանցիների նկատմամբ, Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարց։ Հաջիևն ասում։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 28-ից, որ ինքը այնտեղ այցելել էր, սահմանազատման հանձնաժողովի 13-րդ հանդիպման մասնակցելու ոչ Երևան, ոչ էլ Բաքվում, այդպես բան չէին հայտնել, որ ասես բանա քննարկվել։ Ընդհանրապես։ Ցրել էր, բայց ոչ մի բան չէր ասել։ Ով է Մհեր Գրիգորյանը, հիշում եք, չէ՞, ով է Մհեր Գրիգորյանը։ Ինքը արդեն քննարկում է Ադրբեջանից նավթ ու գազ բերել, բա, նավթ ու վառելիք։ Ինչի դիմաց գիտեք։ Միջանցքի դիմաց։ Ով է Մհեր Գրիգորյանը։ Պրիվետ Ռոբ։ Որն ասում է, որ մեծ հավանականություն կա, որ 26-ին ինքը կմասնակցի ընտրություններին։ Ոնց անենք, որ չմասնակցես։ Ոնց անենք, որ դու ընդհանրապես կորես ասպարեզից էլի։ Քեզ ինչ մաղարի չանենք, քեզ ինչ տանք, ում զանգենք ասենք, որ քեզ հետ կանչի, ասի վերենգի տեղը հետ։ Դու ես հենց եմ ընկալել էլի, դու օծ, կարիճ, դաժան, դահիճ, սադիստ, սադիզմով տարապողները նաև համասեռամոլ են։ Էական չի դու ինչ ես, բայց մտածել եմ գոնե արժանապատվություն ունես էլի, ոյին ես էլի, ասիչ ես էլի, տղա ես էլի, տեղ իհարկե ոչ այնքան, բայց գոնե արժանապատվությունը գիտես ինչա։ Հավաքի արժանապատվությունը եթե կա, ու ռադերի քաղաքական աշխարհից։ Ընդհանրապես մի մտածի նույնիսկ մասնակցելու։ Դու 2-3% մարդ ես։ 2-3% էնել քո փողերով պահված
մեդիայի շնորհիվ։ Եթե այդ մեդիաները չաշխատեն, դու կես տոկոս էլ չես։ Քո մասին միանգամից բոլորը կմոռանան ու մեծ հաճույքով։ Դու հասկանում ես, դու քո փողերով պահած մեդիաների շնորհիվ որ քեզ հիշում են, որովհետև ոնց ֆրոմ են քեզ են ցույց տալի։ Բայց այդքանով հանդերձ դու ունես ընդամենը 5%, 6%, դու ավել չունես։ Կարաս գնաս Նիկոլի ուրախություն։ Կարաս ազատես մեզ քո ու Նիկոլի ներկայությունից։ Փորձի։ Բարակին գիտեք։ Սա բարակն է։ Թուրքիայում Ամերիկայի դեսպանն է եւ տարածաշրջանում Թրամփի ներկայացուցիչը, որը ասում է Երևանի եւ Բաքվի մեջ համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի։ Բարակն է։ Ես երկու բառով պատմեմ ով է բարակը։ Բարակը Մոսադի գործակալ Էփշտեյնի գործիք հայտնի մանկապիղծ Ամերիկան, որ հիմա դատվում է։ Թրամփի ինքեր նույն գծով, նույն բիզնեսի մասնակից, ասում եմ, նույն թրաֆիկինգով զբաղվող, մանկապարտությամբ դատապարտվող պոտենցիալ ինքեցուցակի վրա է։ Ինքն էլ Թրամփն էլ, սրանք բոլորը Մոսադի գործակալներ են։ Հիմա որ հասկանաք ինչ է նշանակում այսօր Ամերիկայի դիրքորոշումը, Ամերիկայի դիրքորոշումը դա Մոսադի դիրքորոշումն է։ Այդ սահմանը, ասում եմ, հույս, հույս է հայտնում։ Իրանց համար դա կարևոր չի կնի թե չի, իրանց համար կարևորը այդ միջանցքը բացելն է իրանց համար։ Զանգեզուրի միջանցքը փոկելն է։ Մոսադի համար, Իսրայելի համար։ Ստեղ իա Թուրքիայի, Ադրբեջանի շահերը համընկնում են իրար։ Ես գիտեմ, որովհետև այս բրակի ասածների վրա բոլորս ասոցացնում են ուղիղ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Պաշտոնապես ճիշտ է, այտենց է, բայց իրանք հասկացեք, սրանք հանցագործներ են։ Նույնիսկ ասում, բարակը, այս բրակը հանցագործների ցուցակի վրա է։ Ամենաակտիվ հանցագործներից մեկն է, մանկապիղծներից մեկն է։ Թրամփից հետո ինքն է ցուցակում։ Ես սա այս ֆորմատի մեջ չեմ ասում, ես ուրիշ տեղից եմ դա հայտնաբերել։ Միջև մենք իր մասին կլսենք, որ սրան դե պարզա չէ, ուրիշ մարդու չեն նշանակելու տարածաշրջանում։ Իրանց կռուգից պետք է լինել, իրանց նման հանցագործ։ Ու սրանց մնացել է ընդամենը 1 տարի։ 1 տարի, եթե այդքան ձգեն։ Հիմա բանում սենատում մնացել է 49-51 այս հարաբերության մեջ է։ Նայեք։ Դասեք ինչքան է նեղացել։ 49-51 երկու ձայն է մնացել։ Երկու ձայն է մնացել Թրամփին։ Այդ երկու ձայնը շատ շուտով կորցնելու է։ Այս ընտրություններում, որ ապագա գալիս է հիմա 26 թվականին, ոչ թե երկու ձայն, 20-ն է կորցնելու։ Սրանց հետ հույս կապել։ Ոնց ասեմ, ոնց որ սառույցի վրա մի բան գրես ու մտածես, որ կլոր տարին այդ սառույցը լինելու է։ Այնպես որ ով ուզում է այս ամեն ինչը ուղիղ մեղադրի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իրավունք ունի, բայց ես ասում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները սա չի, սա հանցագործ է, ոչ էլ Թրամփն է, այն էլ է հանցագործ։ Ու սրանք շատ շուտով գնալու են աղբանոց։ Որովհետև ես էլ հիշեցնեմ, Թրամփը հասկանում եք, չէ՞, ներում աշնորհում Ադրբեջանից $500,000 կաշառք վերցնելու մեջ մեղադրող կոնգրեսականին։ Սա իրանք են։ Հասկացաք, տեսակ էս կապը։ Իրանք դա պրոբլեմ չունեն։ Բայց այս վարչախումբը գնացող է շատ արագ։ Ես չեմ ասում, որ մյուսը եկավ հաստատ հայամետա լինելու։ Մենք միջև պետություն չունենանք, մենք միջև մեր մասին իրանց ականջիտակ չգոռանք, այս հարցը կարող է չլուծվի։ Բայց ուզում եմ հստակ իմանանք ինչ է կատարվում ընդ, ովքեր են եւ ինչով են զբաղված։ Հիմա իրանց կոնգրեսականը, որ Ադրբեջանից $500,000 կաշառք է ստացել, ինչու մի բանի դիմաց, չէ՞, դրան Թրամփը ներում է։ Բարձա։ Ինչ է նշանակում Թրամփի աշխատակազմ։ Թշնամի աշխատակազմը Հայաստանի Հանրապետությունում։ Ես ուրիշ բան չեմ տեսնում ստեղ ասելու։ Այս ընկերոջն եմ ուզում լսենք, շատ հետաքրքիր դեպք է։ Ne zaman geldi görmedim seni. Problem is not I am Armenian.
Problem is be Armenian in Turkey. Midas, it's very interesting. He born exactly 100 years before. Այս ընկերները բացահայտել որ ինքը հայ է։ Միամիտ Կոմիտասի նկարն ա տեսնում, հասկանում որ իրենք շատ նման է։ Այս նկարի մեջ նման է։ Գնում ա տուն հարց ու փորձ անում։ Նոր պատմում է որ տղա ջան դու հայ ես։ Ինքը հայտնի ռոք երգիչ է անում։ Ասում է հա ես հայ եմ ասում է։ Պրոբլեմը ինչ չի որ ես հայ եմ, պրոբլեմը այնա որ դժվար է Թուրքիայում հայ լինելը։ Problem is be Armenian in Turkey. Midas, it's very interesting. He born exactly 100 years before, and I look like him and I'm a musician. And, I feel between us, but I don't know how. Horowells, I heard and I learned. Հայ է չէ, հայ նման է երգում։ Կոմիտասը վիբրացիա է անում մեջը, հայկական երգը վիբրացիա է անում մեջը։ Գիտեք ինչքան հայեր կան սենց ծպտված, օրինակ էլ չգիտեն։ Մեկ մի քիչ որ ակտիվանանք քաղաքական կյանքում, սոցիալական կյանքում, բզբզենք այս մարդկանց էլի։ Չգիտեմ, հետաքրքրություն առաջացնենք մեջը, ով է ինքը։ Գիտեք հետաքրքրությունը ինչ բան է։ Հետաքրքրությունը մարդու ամենամեծ շարժիչ ուժն է հետաքրքրությունը։ Հետաքրքրությունը ամենամեծ հենց գցեցիր հետաքրքրությունը իր մեջ, վերջ, այն ուրիշ բան պետք չի անել, ինքը սենց ինքնաբերաբար ինքը գնալու է առաջ։ Մեկ էլ կպարզվի, որ մենակ այս տղեն չի, ինքան հայեր կան այնտեղ։ Գնանք Ամերիկա վերցանալու։ Իսրայելին վերականգնում են որպես բանում Եվրատեսիլում ելույթ ունենալու համար եւ մի քանի երկրներ ուղղակի բոյկոտեցին։ Հա, բոյկոտեցին ու սա նախկին անցած տարվա Իսրայելի մասնակիցն է։ Կոչ անում, որ չբոյկոտեն, որտեղ Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան եւ Նիդերլանդները բոյկոտել են, ասել եթե Իսրայելը մասնակցում է, մենք չենք մասնակցի։ Իսրայելի մասնակիցը խնդրում է, որ իրենց մասնակցությունը չբոյկոտեն, բայց ես չեմ կարծում, որ դա աշխատելու է։ Մանավանդ դուք հիմա տեսեք ինչ է կատարվում Տեքսասի նահանգում։ Texas, I'm officially filed to become your next congresswoman. So the choice is yours. Vote for me so we can kick every dirty Muslim out of Texas. Save your Ինքը պոտենցիալ Տեքսասից առաջադրվող կոնգրեսական է եւ ասում եմ մենք շանս ունենք Տեքսասից քշելու բոլոր կեղտոտ մուսուլմաններին։ Տեքսասից առաջադրվող կոնգրեսական է սա։ Ասում մենք հնարավորություն ունենք քշելու կեղտոտ մահմեդականներին։ Սա Ամերիկայի օրենքներով դատապարտվող ռասիստական հայտարարություն է։ Ինքը վաղը պիտի կանոնավորվի օրենքով։ Օրենքով։ Ես չեմ հասկանում, ոնց միջև հիմա էսի կանոնավորված չի։ daughters from getting by Mohammed. She's running on pure hatred and bigotry. If we said that about another faith, we'd be arrested. You would be in jail. If you said that about the Chosens, you would be in jail. Ասում եմ, եթե դու հանկարծ պես մի բան ասեիր about the chosen, ասում եմ, ընտրվածների մասին, հрьяաների մասին, դու հիմա բանտում կլնեիր։ Jail, you wouldn't have a bank, you wouldn't have a social media platform. Ասում եմ, դու ամեն ինչից զրկված You կլնեիր, would be on a first class, legs in the air flight to Germany paid by Dave Portnoy if you said that about another group of people. Եթե ասում եմ, դու հрьяաների մասին տես բան ասեիր, սարասենք 5 million Muslims in the United States. Why would you want to categorize them in such a grotesque manner? Oh, and those 5 million Muslims should definitely go back to their 56 Muslim nations. Ասում եմ,
5 միլիոն մահմեդական կա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դու տես ոնց կարող ես ասել, ասում են 5 միլիոնը պետք է գնան 56 մահմեդական երկրներն ապրեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ասեք ես And այլանդակի։ let's get something very clear right now in your little show, peers. I don't fear the groomers. I don't fear the pedophiles. I don't fear the corrupt politicians. And I definitely do not fear the dirty Muslims. Ես պեդոֆիլներից չեմ վախենում, ես կեղտոտ մահմեդականներից չեմ վախենում։ Սրա ընտրությունը Տեքսասում ցույց կտա ամերիկան ոլորության վագնում։ Սա անպատկերացնելու բան է։ Անպատկերացնելի, որ երիտասարդ է, այնել բանը Վալենտինա Գոմես, ինքը ոնց որ թե հրեա չի, բայց հաստատ ինքը հովանավորվում է, ֆինանսավորվում է հրեաներից։ Ուրիշ տարբերակ չկա։ Հակառակ դեպքում սա կալանից է ինքնասպան է։ Տեսնենք այս ընտրություններում իրան ձեն կտան թե չեն տա։ Իմ կարծիքով չեն տալու ստեղից շատ բան պարզվելու է ապագա ընտրությունների։ Որից կախված է մեր ապագան իջերս։ Հիմա լսենք մեր ընկերներին Հայաստանում։ Գիտեք որն է Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը։ Այո, Հայաստանը վերացնել հայերի հետ միասին։ Գիտեք ինչն է ապշեցնում այս հասարակությունների մեջ, որ ոչ մեկի մոտ նույնիսկ տարակուսանք չկա, մտածելու առիթ չկա, իրանք ինչ ասեն, ամեն ինչ պատրաստ է, որովհետև վաղուց պարզ է, ինչով է զբաղվում Փաշինյան Նիկոլը։ Ոչ մեկի մոտ չեն էլ մտածում ինչ ասեն։ Պարզից պարզ է։ Ես այսօր ինչպես միշտ 17:00 ամեն Կիրակի, ով նայում է Կիրակի օրը 19:00 կներեք ուղիղ եթերում հարց ու պատասխան ենք ունենալու։ Մենք շատ բաների մասին ենք խոսալու, որտեղ շատ բան կա իրոք խոսալու։ Հա, սոցիալական հարցումների բաներ կա ձեռքից տակ, նոր ինֆորմացիա կա։ Շատ հետաքրքիր է։ Ես կարծում եմ, այս մեր տառապանքը այս տառապանքի ցավից ինչ որ մի հատ նոր բան է ծնվում։ Սա մի քիչ երկար խոսալու առիթ է, թեմա է, բայց ես դա եմ զգում։ Կամ մեր վերջն է լինելու, կամ իրանց վերջն է լինելու։ Աստծուն այսպես տաճարներ պետք չեն, իրանց պես անաստվածներով հանդերձ։ Էսի վերջերը մեր ազգային վերջերն են, 7777 վերք ունենք մենք արդեն ազգովի, ու էսի մեր վերջերն են։ Իրանք նոր են հիշել, հա, երևի տաճարները, կամ այս 7 տարի չէին հիշել, այսպես նախընտրական շրջանում հիշեցին տաճարները կամ քահանաների հետ խնդիրները։ Մենք մեռած պիտի լինենք, որ իրանք Ուրեմն մենք արդեն մեռել ենք։ Այդ անաստվածները չեն մասնակցի այս տաճարում ոչ մի արարողության։ Չէ, կմասնակցեն, իրանք կբացեն, իրանք կփակեն, ոնց որ Հարսանյաց սրա։ Ոնց են վարձում։ Հարսանյաց սրա վարձում են, բերում են իրանց մատուցողներին, իմջելոց նաև երկչախումբն է եկեղեցու հրաժարվելը, շատ կարևոր է, ես մոռացա ասել սկզբից, ոչ միայն ամբողջ հոգևորականներն են գրողից ոսն ուղարկել Փաշինյան Նիկոլի, նաև երկչախումբն է հրաժարվել երկելու որը։ Գյումրեցիք, շնորհակալ եմ ձեզ։ Ասում եմ Գյումրից սկսել, այսօր դեկտեմբերի 6-ն էր մեր ինքնության ապստամբության օրը սկսվեց Գյումրիից։ Թող մի քիչ չափազանցված հնչի, բայց ուզում եմ որ տենց լինի։ Հաջորդ քայլերով ցույց կտանք։ Ինչ եմ ուզում ասել, մի ներվեք։ Ինքը դարձնելու է իր բանը, տրոպան, շրջիկ, պատարակի տրոպա։ Հա, իր քահանաներով, իր եկողներով, պալողներով, կապտվողներով, կեպանողներով, հա, դելիրի մասնագետներով, տեղափոխողներով, սալյուտ խփողներով, ամեն ինչ, հա, դհոլ զուրնա։ Ասես դա դաստա է, ժամանակին դրանց դաստա էին ասում։ Հա, ինքը ասես մի դաստա է հավաքել, ինքը դառնելու է շրջիկ կապիկ, ցած։ Թողն ասեմ, այնքան գնան ու գան, միջև անգիրան պատարակ, միջև հոգնեն իրանց արածից, տեսնեք ուղղակի ինձ հետաքրքիր է, ինչքան կարող են անել։ Ասի մի հատ նայեք։
Շատ օրգանական ստացվեց, շատ քաղաքացին ոստիկանին ասում է սաղիդ Նիկոլը սարքեց մենտ, դու բոզ ես ապեր, միլիցիա ես կանչում ծնողի վրա, սպանվածի ծնողի վրա, գիտեք ինչն է հետաքրքիր, հետաքրքիր կարող է և նաև անխուսափելի, մեր համանանես սովորական դարձավ այդ բառերը, մի ժամանակ այդ բառերը ասելուց, լսելուց վեր էինք թռնում, ես ուրախ չեմ դրա համար, ես այդ բառերը չեմ օգտագործում, բայց տեղ կա դու առանց այդ բառերի ուղղակի չես կարող երևույթը նկարագրել։ Հիմա այս տղեն ինչ ասեց, որ Նիկոլս սաղից սարքեց մենտ։ Սա իրականությունն է։ Հələ մենտը փառք է, սարքեց նաև բոզ, սա արդեն իրականությունն է։ Հիմա այս մեղքի տակից այս ոնց եք դուրս գալու չգիտեմ։ Կամ արդյոք մտածում եք դուրս գալ ձեզ պետք է, դա չգիտեմ, ասենք խոսք։ Մի հոգի, երկու հոգի ասենք հա, որ հետս կապնաբեր են ասել են չեմ ենք տես չի, կարամ հավատամ։ Մանավանդ որ սկսում են ինֆորմացիա տալ, հա, հավատում եմ։ Բայց այս համատարած կաշկս տեսնի։ Խաղաղության նշան է։ Ոչ մի խաղաղության նշան է չի։ Մինսկի խմբի լուծարումը խաղաղության նշան է։ Ոչ մի խաղաղության նշան է չի։ Էդի թշնամի եք հա, Թուրքիա հետ էդ ախպերություն արեք։ Դու իրանց կնանիքին սախտան թուրքերին պրծնեն էլ իրանց մերերի հետ միան։ Լսեցիք Նիկոլ, լսեցիք բոլորը տնտեղ, Ալեն, Արարատ, ով կա ձեր մեջ ամուսնացածներ։ Ձեր մեջ կա էլի մի երկու հոգի, բոլորը բան չեն, դթուն կամ Աբինյան չեն, հա։ Բայց ոնց է ասում, որ սա այլասերվածներով դուք միտեղ եք։ Դուք այլասերված, ձեր քահանաները ձեր նման այլասերված, ոնց է ստացվում, էլի, հատուկ են ձեզ սենց մագնիս են դրա այլասերվածի, սենց եկել կապել եք դրան, ոնց է, թե, չնայած որ այլասերված չնեք, ձեզ հետքան հեշտ չէր լինի հավաքագրելը, ինչ որ է, լսեցիք ամեն դեպքում բոլոր տանիք ունի, պարզ ասել, ձեր մորն ու կանանց ուղարկեք, ոչ մեկ այլ բան չի ասում, նույնիսկ չեն էլ մտածում բնութագրերը ասելու համար, մարդկանց սրտում է դա, սրտում։ Ես ես նկարն եմ, նայեմ ճիշտ ասած, այսօր աչքիս ընկավ, սա Ալեն Սիմոնյանի մայրն է։ Ձերից է սկսում կործանումը, որովհետև Նժդեհն ասում էր ազգի ապագան փնտրի մայրերի ափերի մեջ։ Ոնց նայում եմ այս մայրերի ափերի մեջ, ուրիշ բան եմ տենում, պետք է լավ ապագա չի, հեշ լավ ապագա չի։ Հայ մայր, սենց, չէ, ժողովուրդ, չէ, եթե նույնիսկ կա էլ, սա թույլիմացություն է, եթե նույնիսկ կա էլ, սա պետք է ամաչի փողոց դուրս գա, եթե նույնիսկ կա էլ, սա պետք է հասկանա, որ ինքը մերժված է, մերժված ուղղակի։ Ես եկեղեցում որ տեսա, երեկոյան ժամերգության ժամանակ երիտասարդներին, ինձ համար այնքան խոսուն էր այդ կարելը, որովհետև այդ երիտասարդների համար այս մայրերը, որի ափերի մեջ սա է, մերժելի տեսակ է։ Հա, իրոք, եթե այս կնոջ ափերի մեջ սա է, ինքը կարող է ծնել ու դաստիարակել մենակ Ալեն Սիմոնին, ուրիշ բան չէր կարող։ Էս էլ հետևանքն է։ Ալենը այս պարագայում զոհն է իր մոր ձեռքերի։ Տարօրինակ կլիներ, որ այս մոր ձեռքերից ուրիշ բան դուրս է կացանել։ Այդ տարօրինակ կլիներ։ Բայց ես ուզում եմ ազգովի մերժենք այս տեսակ։ Ոչ թե հայհոյենք, ինչ որ ճոռոմ բաներ ասենք, չէ, ուղղակի մերժենք, ասենք, պետք։ Դու իմ տեսակի հետ գործ չունես։ Քո տեսակը, որովհետև դու անասուն ես ծնում, խոշոր երջերավոր, որի ամենամեծ հերոսությունը ախրանաներին ուղարկի, որ մարդու ձեռերը բռնեն, որ ինքը թքի դեմքին, հասկանում ես։ Սա է պետք է արտադրեր, այսի ուրիշ բան չէր կարող արտադրեր։ Սրա ծնածը
Չես կարող ասենք նկարիչ լիներ, քանդակագործ լիներ, բալետ պարող լիներ, պոետ լիներ, չէ։ Ինքը պետքա կրզոյի գրպանի շունը լիներ, որ մի օր պաշտոնի հասնելով ասել ամբողջ կյանքս շուն եմ եղել, կեղտոտ, փնթի, սրա ձեռքերը բռնեգեզ մի հատ թքեն վրեն, իմ ամբողջ կյանքի մաղձը հանեմ ու թքեն վրեն, այսպես։ Ուզում եմ ազգովի մերժենք այս տեսակը։ Ու չամաչենք դրա մասին խոսելուց, որովհետև ով ամաչում է սրա մասին խոսելուց, ով ամաչում է բարոյական կողմ լինելուց, բարոյական կողմ բռնելուց, ինքն էլ է դառնում սենց, որտեղ ստե քաղաքականություն չկա, ոչ թե սա ամենամեծ քաղաքականությունն է, բայց իրենց պատկերացած քաղաքականությունը չէ, որ ես նիկոլական եմ, թե ռոբական, թե ես չգիտեմ ով եմ, այդ ապուշ մտածելակերպը կա, չէ, բարոյական կողմ լինելը դա պարտադիր է, դա քաղաքացու, ամեն քաղաքացու պարտքն է, ոնց որ ընտրության գնալը, ոնց որ իր ընտրությանը տեր կանգնելը, բարոյական կողմ լինելը դա նույնպես պարտք է, եթե այդ մարդը այդ պարտքը չի տալի, որ նա քաղաքացի չի, բնակիչ է, հոտ, որին կարող են լցնել ավտոբուսները, տանել ես կողմ են կողմ, մասովկի համար նկարել։ Երևի կոպիտ է հնչում ասածներս, բայց ես գնալով դոզան բարձրացնում է, որ մարդիկ սկսեն մտածել դրա մասին, չմտածեն, որ ես իրենց չեմ տեսնում, որ ես իրենցից պահանջած չունեմ, չէ ունեմ, ես տեսնում եմ և ունեմ, և ասում եմ, և գնալով դոզան բարձրացնում է, որ գժուկները սթափվեն, որովհետև ես երկիր եմ, մեր երկիրն է, բոլորիս երկիրն է, և բոլորս նույնքան պատասխանատվություն ունենք այս ամեն ինչի։ Եվ հաղորդման փակման իրավունքը տալիս եմ մեր հայրենակցին։ Հենց այդենք է գրամ, Նիկոլին թաղեմ։ Եվ այս լավատեսական նոտայի վրա այսօր ուզում եմ ավարտեմ։ Դե կհանդիպենք հարցը պատասխանի ժամանակ։